Ողջույն Տաթև։ Ողջույն Վահե ջան։ Որտեղից էիր գալիս։ Լողավազանից։ 10 հարց եմ պատրաստել, կուզեմ պատասխանես։ Գնացինք։ Գնացինք։ Վահե ջան, մի քանի հարցեր ունեմ։ Շատ լավ։ Պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Ուզում եմ իմանալ որպես շեֆ քո ճաշացանկում կան ու տեսնել, որ դու երբևէ չես փորձել։ Ահա, այդ լեզվի խաչ ժամանա չեմ սիրում։ Ես շատ եմ սիրում։ Իսկ քո ամենասիրված ուտեստը։ Եթե որպես ուտեստ ուզեմ առանձնացնեմ Վանա Անուշը, իսկ եթե ուտեստ, որ ես պատրաստ եմ ամեն օր ուտել, երևի տոլման։ Իսկ մատուցողները երբ որ քեզ ասում են, որ հյուրերը շատ գոհ է, ինչ զգացողություն ունես այդ պահին։ Դե միանշանակ շատ լավ ես քեզ զգում, եւ որպես խոհարար, եւ որպես ռեստորատոր ավելի ինքնավստահ ես դառնում։ Ըստ քեզ ազգային խոհանոցը բնորոշող ամենահայկական ուտեստը որն է։ Իմ կարծիքով դա պետք է լինի մի ուտեստ, որի մեջ անպայման ավելուկ կլինի։ Շատ լավ։ Իսկ որ ուտեստն է, որ ամենաշատը բնութագրում է քեզ որպես բրենդ շեֆ։ Մեր ճաշացանկում հավանաբար քալագյոշը, որովհետև վերջին տարիներին շատ աշխատեցի քալագյոշի վրա, որպեսզի հանրահրճակվի։ Իսկ ով է այն խոհարարը, ումից որ դու ոգեշնչվեցիր։ Մեր տանը երևի ծնողներիցս, հայրիկիցս հիմնականում, բայց եթե հենց որպես խոհարար, երևի Սերժ Մամուլյանը։ Իսկ ծանր աշխատանքային օրվանից հետո ինչ խորհուրդ կտաս հավաքույթ ռեստորանում թե քաղաքից դուրս։ Միանշանակ քաղաքից դուրս։ Ես էլ եմ այդպես կարծում։ Իսկ ամենա վատ դժվարությունը, որ երբևէ քեզ հանդիպել է քո գործունեության ընթացքում։ Երևի բոլորի մոտ էր այդպես, դա COVID-ի եւ պատերազմի տարիներն էին։ Իսկ հիմա դեպի ուր ենք վարում Վոլգան։ Հիմա Վոլգան վարում ենք շուկա, սննդամթերքների, գնումների, խոհարարները սիրում են իրենց ձեռքով ընտրեն մթերքները։ Դե ուրեմն գնացինք։